Տավարի թոքը, ոնց ասեմ։ Ընդունում եք երկաթի պրեպարատները ամիսներով, բայց միևնույն է երկաթի քանակը ձեր օրգանիզմում չի վերականգնվում։ Ինչն է պատճառը եւ ինչ նշաններ են բնորոշ երկաթի դեֆիցիտին կամ անեմիաներին։ Երկաթի պակասը կարող է առաջանալ տարբեր խնդիրներից՝ արնախոսություններ, աղիքային իհարկե ներծծման անբավարարություն, կարող է լինել նաև մակաբույծների առկայություն, որոնք խմում են ձեր օրգանիզմում B12 վիտամինը, հենց երկաթը, պղի ինձը, որի դեֆիցիտը երբեք չի հայտնաբերվում, բայց շատ կարևոր է, երկաթը ունեք, չկան նրան հարակից ուղղորդող այս էլեմենտները եւ չի յուրացվում։ Չկա ֆերրիտին, դա տրանսպորտն է կամ փոխադրամիջոցը երկաթի, որպեսզի մեր հեմոգլոբինը հագեցվի, սինթեզվի եւ թթվածնի օգնությամբ տարածվեն տարբեր սննդանյութերը մեր բոլոր օրգաններին եւ բջիջներին։ Եվ արդյունքում դուք թույլ եք հոգնած, մազաթափություն, մաշկի որակի խնդիրներ, գունատություն, թուլություն, հոգնածություն, գլխապտույտներ, անգամ ուշագնացություններ եւ շատ ավելի խնդիրներ կարող են առաջանալ անեմիայի հետևանքով։ 3 խորհուրդ։ Առաջինը՝ սուրճը եւ թեյը ուտելու ընթացքում կամ անմիջապես ուտելուց հետո 60%-ով նվազեցնում են երկաթի յուրացումը։ Ուրեմն կարող եք խմել սուրճ կամ թեյ առնվազն 1-1.5 ժամ անց ուտելուց։ Հաջորդը՝ երկաթի յուրացման համար անհրաժեշտ է նաև վիտամին C-ի առկայություն։ Այ օրինակ, եթե մսի վրա քամում եք լիմոն, դա ամենաիդեալականն է երկաթի ներծծման համար։ Ամենաշատ երկաթ պարունակող սննդամթերքների շարքում առաջին տեղում է տավարի լյարդը կամ սև թոքը։ Ինչ ասեմ, սև թոք, տավարի թոք։ Տավարի լյարդը կամ սև թոքը, ինչպես մենք ընդունված ենք ասել։ Բուսակերների համար իհարկե առաջնահերթ են բուսական սննդամթերքները, դրանք սպանախն է, ռուկոլան է, այսինքն դառը մթերքներ են, որոնք եւս պարունակում են երկաթ։ Բայց ինչպես ապացուցված է սիրելիներս, միևնույն է երկաթը շատ է կենդանական սննդի մեջ եւ ավելի հեշտ է յուրացվում։ Բայց քանի որ տարբեր պատճառներով կարող է ձեզ մոտ առաջանալ երկաթի դեֆիցիտ, նախ անհրաժեշտ է պարզել պատճառը։ Պարզել ինչու չի ներծծվում հենց ձեզ մոտ երկաթը եւ ինչու չի վերականգնվում նրա տոկոսը եւ հեմոգլոբինը։ Դրա համար մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու իրիդոսկրին թեստավորման, որի արդյունքում պարզ հասկանում ենք ֆիզիոլոգիական կապերը, դեֆիցիտները, աղիների մաքրման հատուկ ծրագրերը։ Քանի որ եթե աղիների միկրոֆլորան խախտված է, ձեզ մոտ եւս չի յուրացվի երկաթը եւ չի սինթեզվի ֆերրիտինը։ Իսկ ինչպես մաքրել օրգանիզմը, գրում ենք իրիդոսկրին եւ մենք կազմում ենք ձեզ համար հատուկ ծրագիր, հետազոտում եւ նշանակումներ։